ընդամենը կարամ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու ազատ խոսքի իրավունքը թաղված է 12 աստղերի տակ։ Այսինքն Եվրոպական միությունը երբեք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները պատշաճ կերպով չի մեկնաբանում, չի արձագանքում։ Տեսել ենք այն երկրներում, որտեղ իրենք ցանկություն են ունեցել, արձագանքել են, թեկուզ հարևան երկրներում, թեկուզ մեզանից մի քիչ հեռու երկրներում, այսինքն ջանք ու եռան չենք խնայել, որպեսզի այդ երկրներում գտնվող քաղբանտարկյալներին համարեն քաղբանտարկյալ եւ փորձեն նրանց ազատ արձակել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում թաղված է 12 աստղերի տակ մարդու իրավունքները։ Այսքանը։ Խոսքի ազատությունը դուք ինչ եք կարծում, պետք է ամենաթողության վերածվի, թե ոչ։ Նման քննադատություններ են հնչում, որ Facebook-յան գրառումների առումով նաև խոսքի բանավոր արտահայտման իմաստով չպետք է անցնել այդ կոռեկտության սահմանը եւ վիրավորել։ Համաձայն եմ ձեզ հետ, քանի որ բոլորս գտնվում ենք կրթված երկրում եւ մարդիկ պետք է հասկանան, որ խոսքի ազատությունը ոչ թե հայհոյանքների շրջանում, այլ նաեւ բարձր կարգի խոսքի ազատություն գոյություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է Facebook-յան ստատուս գրելուն, այո, ունենք նման դեպքեր, Facebook-յան ստատուս գրելու պատճառով մարդկանց կանչել են մեկամսյա զորահավաքներին, իսկ մենք պատվով կկատարենք, մեր համար հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից։ Եվրամիության լրությունը տեսել ենք դեռ Բերձորի, Բերձորը բլոկադայի մեջ է փակված էկոակտիվիստների կողմից ակնկալել, որ Եվրամիությունը կարձագանքի այսօր բացի կոչերին ու ուշադրություն։ Չեմ կարծում, որ Եվրամիությունը կարձագանքի, քանի որ արդեն երկարատև ժամանակ է անցել ու ոչ մի ձայն չենք լսել։